քիչ առաջ փաստորեն քաղաքապետարանի ավականու նիստին ավելի ճիշտ քո հեղինակած այն նախագիծը, որով առաջարկում էր Արտակ Գալստյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել, մերժվեց, հասկանալի է թե ինչու։ Այո, հասկանալի է, որտեղ դրան նախորդել էր 3 իրավական հարցերի հանձնաժողովում քննարկումը, որտեղ շատ հստակ պարզ դարձավ, թե իշխանության, թե կոալիցիայի, թե ձևական ոչ ֆորմալ իմաստով կոալիցիա կազմած հանրային ձայնի եւ թե նաեւ Մայր Հայաստանի եւ որոշակի առումով մեր ֆրակցիայի մարուցանական թևի դիրքորոշումները ըստ էության հարցը հետեւյալն է, որ կա քաղաքացիական պայմանագիր Հանրապետություն կուսակցություն հստակ կոալիցիա թղթի վրա ստորագրված, կա հանրային ձայն, որը կոալիցիա է, բայց թղթի վրա գրված չի, ինքը ունի քաղաքացիական պայմանագրի լիակատար աջակցությունը, այսինքն նույն քաղաքացիական պայմանագիրը, որ հանում էր ավականու անդամներին բացակայության համար, հիմա ինչ-ինչ պատճառներով, քաղաքական նպատակներով Արտակ Գալստյանին չի համարում բացակայող։ Ես նաև բացատրեցի, որ այդ մի հոգու մանդատի բացակայությունը ըստ էության ընդդիմությանը դարձնում է անգործունակ, բայց ընդդիմությունը ըստ էության այդ բացատրությունը չի ուզում ընկալել, եւ ես ուղղակի արձանագրեցի, որ նույն Մայր Հայաստանը, որը որ ամիսներով պայքարում է, չգիտեմ, տրանսպորտի գնի համար, այնմյուսի համար, հստակ ֆիքսեց հանձնաժողովի նիստում, որ մենք ունենք ընդդիմությունի 26 ձայն, այսինքն միայն ազգային առաջընթացի 14-ը եւ Մայր Հայաստանի 12-ը։ Այսինքն ես իրենց այդ պահին հարցեցի, բա դուք որ 26 ձայն ունեք, դուք ո՞նց եք բերում նախագծեր եւ հույս ունենում, որ տրանսպորտի գինը պետք է իջնի կամ այն մյուս բանը պետք է փոխվի, այսինքն երբ որ ես առաջարկում եմ լուծում, որով կարող եք իրանք վկայակոչվում ինչ որ բարոյական նորմեր, որ այդ մարդը ինչ բարոյականության մասն է խոսքը, եթե Երևանցին ձայնա տվել 30 մեծամասնություն ընդդիմությանը, բայց նույն ընդդիմությունը ինչ որ բարոյական նորմեր վկայակոչելով չի ուզում բնակիչների ձենին տեր կանգնել, այսինքն այս 2 տարին ինձ պետք եղավ, որտեղ ես նախորդ ժամանակ նաև բերել էի մտքես տարի առաջ իմպիչմենտի հարց։ Դուք ներողություն, բայց դուք էլ Հայկ Մարությանի շնորհիվ այսպես ասած հայտնվեցիք քաղաքապետարանը, բայց ոնց որ հիմա իր թիմի հետ չեք աշխատում։ Բայց իմ ասացի հետ։ Ես ասում եմ ձեզ, որ կա ընդդիմության մեջ տարբեր մոտեցում ժողովրդին տված քվեների մասով։ Ժողովուրդը տվել է Հայկ Մարությանին, ազգային առաջընթացին եւ Թևանյանին եւ Մայր Հայաստանին, որ գնան լինեն ընդդիմություն եւ ընդդիմության ֆունկցիան է ըստ սահմանման իշխանությունից հեռացնել մեծամասնության, ասում եմ ձեզ, ես բերել եմ նախագիծ, որով իմպիչմենտ եմ բերում, ասում եմ այդ մանդատից զրկենք, որ բերենք այդ 2 ուժերը, մարդիկ ասում են, մեզ պետք չի մանդատից զրկել, որտեղ դա բարոյական չի, այդ մարդը տնային կալանքի մեջ է, եթե այդ մարդը տնային կալանքի մեջ է, ձեր բնակիչներին ասեք, որ մենք չենք կարող ձեր տրանսպորտի հարցը լուծել աղբանության, որտեղ մենք բարոյականության կներեք մի ընդհատեք, հարցը տվել լսեք, պատասխանում եմ։ Եթե դուք այտենց այդ նորմերով եք շարժվում, բարի եղեք, դուրս եկեք փողոց, երբ որ տրանսպորտի դեմ ակցիաներ եք կազմակերպում, ասեք կներեք, այս որ շտարագույցները դնում եք այդ թղթերի տակ։ Մի վայրկյան, լսեք միջ պատասխանս։ Ես ասում եմ իրանց մասով, դուք ինձ հիմա հարց եք տալի, դուք լսեք ես ինչ եմ ասում։ Ես ասում եմ այդ մարդիկ ստեղ ուրիշ բան են ասում։ Որովհետև չեք թողում խոսամ ու անդադ ուզում եք ձեր ուզած հարցը տակ։ Ձեր ուզած հարցը տվել եք հիմա։ Հա, բայց դուք տեսնում եք պատասխան ձեզ դուր չի գալի, ուզում եք հարցը փոխեք ուրիշ հարց։ Ոչ, դուր գալու հարցը։ Լսեք, շատ մեծ կապ ունի, շատ մեծ կապ ունի։ Դե հիմա որ թողեք ես բացատրեմ, կասեմ, մենք ունենք 32 ձայն, մի ընդհատեք, դուք լրագրող եք, ոչ թե քաղաքական գործիչ, որ բանավիճում եք։ Դուք հարց եք տվել, լրագրողը հարց տալու համար է եւ ինչ։ Դե թողեք ավարտեմ, հիմա լավ է չթողեմ ձեզ հարց տալ։ Ինչ կապ ունեն իրար։ Բա թողեք բացատրեմ, հարց տվեցիք, չէ։ Դե թողեք բացատրեմ։ Բացատրեք, պատասխան։ Դե ուր բացատրում եմ, պատասխանը բացատրություն դա, չէ։ Ես ինչը չէ։ Այսինքն, եթե մենք ունենք 33 մանդատ, տվել է իշխանությանը, տվել է 32, տվել է 24 ԿՊ-ին, 8 էլ հանրապետության այդ մարդիկ այլ են կոալիցիա ու իրենց կոալիցիային մի հատ պակաս է։ Մի հոգի էլ գտնվում է անազատության մեջ, այսինքն 32-ը։ Ես ասում եմ այդ մարդը, որ անազատության մեջ է, եկեք իր մանդատից զրկենք, որպեսզի տեղը գա ուրիշ մարդ, մենք ունենք, հետո մենք արդեն կաշխատենք հանրային ձայնին բերել ընդդիմության դաշտ, որ եթե կարողանանք իմպիչմենտ անենք։ Այս մարդիկ իմպիչմենտի ժամանակ ինձ ասում էին, իմպիչմենտը որ բերել ես Արտակի բանը սկզբից բեր։ Իր մանդատի հարցը, դա, հա? Դա ասում էր հանրային ձայնը, դա ասում էր Մարությանական թևը, դա ասում էր Մայր Հայաստանը։ Ես բերում եմ իրանց իմպիչմենտի այդ մարդու իմպիչմենտի հարցը, հիմա էլ ասում են, դա բարոյական չի։ Բա բարոյական չի, 3 ամիս, 6 ամիս առաջ մտածեիք, որ բարոյական չի։ Բարոյական չի, մտածեիք ձեր ակցիաները անելու ժամանակ, այսինքն խնդիրը նա
որ ես չեմ տեսնում ընդդիմության մեջ միասնական դիրքորոշում, որ իրանք ուզում են Երևանի քաղաքապետարանում քաղաքացու տված մեծամասնությունը ընդդիմությանը տված ձեներին տեր կանգնեն, այսինքն մենք ֆիքսում ենք, հա, մի ընդդիմություն մենք ցեշտ համարում ենք, նորմալ ընդդիմություն ենք, որ կարողացել է երկու նախագիծ բերի, մեկը իմպիչմենտի, մյուսը մանդատի զրկելու, ու դա չի ունեցել արժանացել աջակցության, դա էական չի, 5 հոգի ենք։ Ինչ կապ ունի դա։ Ես ասում եմ ձեզ, որ նորմալ չի, եթե ընդդիմությունը չի ուզում իշխանությանը տապալելու, իշխանությանը հաղթելու իրավական ճանապարհից օգտվի, դա նորմալ չի։ Եթե ձեր համար դա նորմալ է, նորմալ է։ Ժողովուրդը որոշի, դա նորմալ է թե չէ։ ՊՊ-ին իշխանազրկելու մասին է խոսքը։ Այո, ոնց եք իշխանազրկում։ Պետք է ունենան 33 ձենը, որը ժողովուրդը ձեզ տվել է։ Հիմա մի ձենը սառեցված է տունը։ Ես ասում եմ դրան լուծում առաջարկել։ Այո, մանդատի զրկել, որտեղ է գալու։ Հիմա մենք ճիշտ հասկացանք եւ Հայկ Մարությանի թիմը, եւ Հայկ Մարությանի թիմը, ինչպես դուք եք ասում, եւ Մայր Հայաստանը դրան դեմ է։ Կողմ են ըստ էության Տիգրան Ավինյանի հետակա պաշտպան։ Ես ասում եմ իրանք դեմ են մանդատը զրկելուն։ Այդ մնացածը թող ժողովուրդը արդեն որոշի, կողմից չէ, բայց ես ասում եմ, եթե դրան դեմ եք ու դուք ընդդիմություն եք, ու ձեր գործողությունները արդեն պլանավորեք, ես դրան կասկածի հարց չի, ես ինձ իրավունք չեմ տակած։ Մարդիկ թող իմանան, որ այս պայդրությամբ Երևանի քաղաքապետարանում կա 24 հատ ընդդիմադիր, այսինքն հանրային ձայնը ամբողջությամբ կորցված է ու այդ 24 հոգին էլ չունեն միասնական դիրքորոշում, թե ոնց այն 7 ձենը հետ բերեն ու դառնան մեծամասնությունը ստեցող, որովհետև ես դուք լսել եք, չէ՞, ընդդիմության բոլոր ելույթներում խոսք է գնում, քաղաքապետարանում դուք Ավինյանը ունի փոքրամասնության իշխանություն, բայց փոքրամասնության իշխանության մենակ խոսքով չի, չէ՞, դրա տակը հիմք կա, դրա տակի հիմքը հենց այդ մի մանդատն է, որի հարցը պետք է լուծվի։ Եթե իմ լուծումը սխալ է, թող այդ մարդիկ առաջարկեն ուրիշ լուծում, որ մենք այդ մանդատին տեր կանենք։ Բայց իրանք ասում են, թե եթե մեկ այլ անցկա, ինչքանով է ինքը համագործակցելու։ Ասեմ ինքանով է, դրա համագործակցելը արդեն կախված է քո կողմից քաղաքական հետ դիալոգ տանելու, աշխատելու, որովհետև դու իրան առաջարկել ես ԿՊ-ն ինչ-որ բան, չէ՞, դրա համար էլ իրանք որոշել են լինեն իրանց հետ։ Մենք պետք է աշխատենք, որ մեկի հետ է աշխատել։ Մենք ես բոլորի հետ էլ շփվում, բոլորի աշխատել են։ Իրանք օրինակ միանան իմպիչմենտին։ Հիմա դա էական չի, որովհետև ես դեռ խոսացել եմ նույնիսկ, հա, ես բոլորի հետ խոսացել եմ, բայց հիմա հարցը դա երկրորդական հարցը, դա զավալուն թեմա, այդտեղ կան բազմաթիվ հասակ էստեղ կա քաղաքական բազմաթիվ, դրա մասին ես մանրամասն գրել եմ, եթե ուզում եք մի օր այդ թեմայով կարող եմ հարցազրույց տալ, որտեղ այդ նիստը թեժ է անցել իմացանք, հա, վիրավորանքներ ինչ որ նաև լարված մթնոլորտում է անցելով ու մեր այդտեղ հատուկ բան չունեմ ասելու, էական չի։ Ես ուզում եմ հիմա ես նաև կունենամ ամփոփիչ ելույթ այս 2 տարվա ավականու գործընթացի մասին եւ իմ համար ֆիքսում եմ մի բան, որ ընդդիմությունը 24 հոգի է եւ թող ընդդիմությունը այդ 24 հոգի ձեն ունենալու հաշվով էլ կառուցի իր գործողությունները, ոչ թե վեր թռնի, եթե որևէ գործողություն չի անելու ժողովրդի տված 33 ընդդիմադիր ձենին տեր կանգնելու համար։ Այդքան ակցիաներ արվեցին տրանսպորտի թանկացման դեմ, դուք դուրս չեկաք, դուրս չեկաք, հանրային տրանսպորտի թանկացման դեմ մեծ ընդվզում։ Հանրային տրանսպորտին դուրս գալով չի, հանրային տրանսպորտ Հայկ Մարությաններ կազմակերպել այսպես բան արեցիք, չհելա։ Մենք ընդհանրապես բոյկոտի կոչ արել ենք, մենք ամենաառաջինն ենք կոչ արել միջև ակցիաները։ Կոչ նաև Հայկ Մարության արեց եւ մեկ-երկու անգամ նրան տեսան հանրային տրանսպորտ բարձրանալիս եւ ես երբեք մարդկանց չեմ կոչ արել Ես կոչ եմ արել բոյկոտել, ես երբեք չեմ գնացել իրանց հետ անելու, որովհետև ես անձամբ անելու մեջ իմաստ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ իմաստ մարդկանց իրազեկելու, որ իրանք անեն բոյկոտ։ Մենք բոյկոտին մասնակցել ենք մեր կոչերով, մեր ինֆորմացիան տրամադրելով։ Ով որ ուզեցել է անել, դա սխալ է ձեր հարցը, ասում եք ինչի չմիացաք։ Միանալու հարց չի։ Երբ որ ես ասում եմ այո բոյկոտեն, նշանակում է ես միացել եմ բոյկոտին։ Դուրս չեկաք, ոչ թե մինչև։ Որտեւ ես դուրս գալու մեջ իմաստ չեմ տեսնում։ Ես գնամ ինքս տրանսպորտը չնստեմ, գումարը չտամ։ Ես դրա մեջ Կոչնանում եք, թողնում եք մարդկանց հայեցողությանը իրեք դուրս։ Իսկ թվում է բոլորն էլ այտենց թողեցին։ Եթե դուք ինձ մի հատ քաղաքական գործիչ կասեք, որը բոլոր օրերին բոյկոտին մասնակցել է։ Առաջի մեկ ամսը էլ երկրորդին չեն արել, երրորդին չեն կարել։ Իսկ նիստ այդ process-ը տապարվել է երրորդ։ Չէ, ես նորից եմ ասում, իմ միանալով չէր։ Հիմա իրենք էլ կասեն դուք ընդդիմություն չեք, հիմա իրենք էլ կասկածում։ Ինչ ուզում եմ թողած էստեյության ասելով չի, այլ գործողությամբ, հա։ Եթե տրանսպորտով պետք է բոյկոտելով իշխանափոխություններ, թող ուրեմն իրանք հայտարարել էին, թող տանեին միջևներ։ Մեկ տրանսպորտից ներողություն, դուք օգտվում եք տրանսպորտից, վճարում եք, թե Չէ, մեկ վճարում եք, ես ոտքով եմ միականում։ Ինչա՞։ Չէ, երկրորդ թեպետ մեկ անգամ։ Ես չեմ օգտվում ընդհանրապես։ Այսինքն այս բարեփոխումների հմայքը ձեր մաշկի վրա չեք զգում, ոչ մեկ։ Բարեփոխումների հմայքը դուք պատոնից որ նայեք, հմայքը կտեսնեք, որ տրանսպորտի գծերի համար հատկացված։ Այո, բոլորը դարալա տրանսպորտը գալիս է կես ժամը մեկ, այդ կես ժամվա ընթացքում այդ գծերը չեն օգտագործվում, դարել է խցանումներ,
այսինքն տրանսպորտի գծագրությունը որ արել այդ ճանապարհների ուղղությունները, էլի սխալ արվի, այսինքն մի խնդիր չի, բայց իմ ասածն է, որ ամեն խնդրի մասին առանձին կանգնել, պայքարել եւ անելը փոխարեն ավելի լուրջ լուծում առաջարկվել, բայց մարդիկ չեն ուզում։ Նույնիսկ չեն ասում, այս տարբերակը լավը չի, օրինակի համար բանդատիզը, բայց եկեք ուրիշ տարբերակով անենք, այսինքն ընդհանրապես ես կարող եմ ֆիքսել, որ ընդդիմության դաշտում չկա որևէ նորմալ երկխոսություն, թե ոնց ենք անելու չեք անել Ֆարուկ ես ոչ չեմ կարող էլ անեմ։ Չէ, Հայկ Մարությանը ձեր ուժը, Հայկ Մարությանը հայտարարել էր, որ պրոցեսներն են սկսվելու այդ իրանից հարց է, ես իրանից սեպտեմբերին դուք իրանցից հարց պարակտում չի եղել։ Լավ, այսքանով ավարտենք, էլի։ Այսինքն այս ձեր ասացի այս գումարման, այսպես ասած, ավականու գործունեությունը այդքան էլ արդյունավետ չի։ Չի կարող հնարավոր է գնալ արտահերտ ընտրությունների։ Արտահայտությունների համար էլ չկա 24 ձայնով, դու չես կարող անես ոչ արտահայտ ընտրություն, ոչ կարող ես օրինագիծ տապալել, ոչ կարող ես օրինագիծ ընդունել, այսինքն դու որևէ բան չես դեմարի ասի անգործունակ ընդդիմություն է։ Եթե չի անում այն քայլերը, որով բերում է 33 ձայնը լրացնում է։ Մնացած բոլոր դեպքերը ինքը անիմաստ է։